Պոլիպների դեպքում, երբ ասում են, որ անհապաղ անհրաժեշտ է վիրահատել, այլապես այն կվերածվի չարորակ քաղցկեղի և կտարածվի, դա ցույց է տալիս, որ ժամանակակից բժշկությունը սահմանափակված պատկերացում ունի պոլիպների և ընդհանրապես ուռուցքների մասին և թե ինչպես է առաջանում, ինչ խնդիրների դեպքում և ինչպես բժշկել այն առանց հետևանքներ թողելու վատ հետևանքներ։ Ես նման մարդկանց կարող եմ ընդհակառակը ասել, որ դեպքեր կան, երբ պոլիպը հեռացնում են կամ ավելի է տարածվում, կամ եթե օրգան են հեռացնում պոլիպով, այդ ուռուցքը տեղափոխվում է, ավելի ճիշտ արդեն ոչ թե պոլիպ է տեղափոխվում, այլ քաղցկեղ է առաջանում այլ օրգանում, որը հարակից էր այդ օրգանին, բայց այստեղ պետք է հասկանալ, որ ոչ թե մետաստազ ասելով տարածվում է բուն այդ օրգանի քաղցկեղը, այլ հիվանդությունն է տարածվում այդ մյուս օրգան, հարակից օրգան, և երբ որ խրոնիկ հիվանդություն է առաջանում հարակից օրգանում, պարզ է, որ այդտեղ էլ կարող են ուռուցքներ առաջանալ։ Եվ հետո ասում են, թե այս օրգանից անցավ մյուս օրգանը հենց քաղցկեղը, իրականում ոչ թե քաղցկեղը սկզբնական շրջանում անցավ, այլ հիվանդությունը։ Հիվանդությունը խրոնիկ բորբոքումներ կարող է լինել, խրոնիկ այլ հիվանդություններ, օրգանական փոփոխություն և հետո արդեն քաղցկեղ առաջանա։ Պոլիպների դեպքում իրականում այն կարելի է բժշկել միայն այն պարագայում, երբ տվյալ օրգանը, որտեղ առաջացել է պոլիպ, բժշկվի այդ օրգանը, այսինքն այդ օրգանի լորձաթաղանթները, այդ օրգանի ներքին, այսինքն հիվանդությունները և դրանից հետո պոլիպը ինքը իրենով ներծծվում և անցնում է։ Այսինքն անհրաժեշտություն այլևս չի լինում վիրահատական միջամտության։ Եվ վիրահատությունը շատ դեպքեր կան, նույն կանացի պոլիպները հեռացնում են, ավելի է տարածվում, ինչքան հեռացնում են, ավելի շատ է տարածվում։ Կան դեպքեր, երբ պոլիպը օրգանով հեռացել են, քաղցկեղ է առաջացել հարակից այլ օրգանում, այսինքն այդ չարորակ քաղցկեղից էլ մարդը մահացել է։ Եվ վիրահատական մեթոդը, որը այսօր պոլիպների դեպքում առաջարկվում է, այն լիարժեք չի և այն ուղղված չի բժշկելու հիվանդությունը կամ բժշկելու պացիենտին, այլ այդ պահին ախտանշի ճնշելու մի որոշ ժամանակ։ Պոլիպների դեպքում շատ արդյունավետ աշխատում է և հոմեոպաթիան, և կլասիկ բժշկությունը ինքը իրենով, երբ որ բժիշկը այդ մեթոդները ճիշտ է կիրառում, լավագույն արդյունքների է հասնում, եթե պացիենտը նույնպես ուղղված է, հակված է բժշկվելու, պացիենտը եթե հակված է պատճառը գտնելու, որովհետև բժշկման մեթոդը ընդհանրապես կլասիկ բժշկության մեջ և հոմեոպաթիկ մեթոդի մեջ բժշկման մեթոդը որոնում են խելացի պացիենտները և համբերատար պացիենտները, որովհետև խրոնիկ հիվանդությունները մեկ օրում չեն բժշկվում, իսկ այլապես, այսինքն մյուս պացիենտները, որոնք հեռատես չեն, մտածել չեն սիրում, դիմում են սիմպտոմատիկ բուժման, այսինքն ախտանիշը ճնշելու, այդ պահին, օրինակ գլխացավը չկա, գլխացավի դերը խմեց, ինքը առողջ է։ Նույնը վերաբերում է նաև բուժող բժշկին, եթե պատճառը չի հեռացնում, որպեսզի հետևանքային իրենով անցնի, ապա ինքը հակված չի բժշկելու և ինքը հակված չի մտածելու կամ ավելի խորը կամ բարդ բաների մասին մտածելու հակում չունի կամ ընդհանրապես չի էլ իրեն հետաքրքրում պացիենտի առողջությունը։ Պոլիպները իրենք, այսինքն աճը արագ է կանգնում, իսկ ներծծումը, այսինքն երբ որ իրենք ներծծվում են, դրանք դանդաղ են ներծծվում, այսինքն ժամանակ են պահանջում 1 տարի, 2 տարի, 3 տարի, բայց այստեղ կարևորը ոչ թե ներծծման արագությունն է, այլ հիվանդությունը կանգնելու, այսինքն երբ որ արագ կանգնում է այդ հիվանդությունը, աճը կանգնում է,
եւ այդ օրգանի հիվանդությունը արդեն սկսում է բժշկվել, այդ պարագայում պոլիպը արդեն վտանգ չի կայացնում եւ ժամանակի ընթացքում վերցվում անցնում է։ Առողջ եղեք։